Սկսեմ վերջի հարցից, Հենրիկի վիճակը շատ լավ է, փայլուն, տրամադրությունը շատ բարձր, այնպես որ ոչ մի խնդրեմ չեմ տեսնում։ Տպավորությունները դե թիմի հիմնական մասին ճանաչում եմ, իմ աշխատանք 2 տարի առաջ աշխատել եմ Բեռնարդ Շալոնի հետ։ Տպավորությունները շատ լավ է, իհարկե մեծ պատասխանատվություն է, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց, տղաները պատրաստ են։ Դավիթ Մանոյանի պահով այս խաղին հաստատ չի մասնակցելու, իսկ ինչ մնում է Արթուր Եդիգարյանի, ես իր խաղը տեսել եմ, իր հետ խոսել եմ, այնպես որ այս խաղի համար կտրուկ շարժումներ անել պետք չէ, բայց Արթուր Եդիգարյանը մեր տեսադաշտում է։ Իհարկե հիմա չեմ պատմի, ոնց են խաղալու կամ ինչ են անելու վաղը, բայց շատ ուժեղ մրցակից է, այս խաղի ֆավորիտն են, բայց համաձայն եմ Գևորգի հետ, որ շանսերը 50-50 են։ Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար։ Այս խաղերը նայելով հարձակման գիծը, Բեչիրայի, Յովետիչ շատ ուժեղ խաղացողներ են, թե անհատական, թե թիմային խաղում, այնպես որ բացի այդ երկուսից կարելի է բոլորին առանձնացնել։ Շատ կազմակերպված, գրագետ, կարգապահ թիմ է։ Մենք փորձելու ենք հաղթանակի հասնելու, դա միանշանակ, բայց ամեն դեպքում ելնելով այս վերջի 3 խաղի արդյունքներից, կարծում եմ, որ ամեն տրական արդյունքը մեզ առաջ կտանի։ Իհարկե տանը ցանկալի է հաղթանակի հասնել, բայց նորից եմ կրկնում տրական արդյունքը տրական է, այս համար այլ առաջ անելու համար։ Իմ կարծիքով հաջողվեց մեզ այդ խնդիրը լուծելու, որովհետև թիմի մթնոլորտը շատ հանգիստ էր, թեթև, տղաները ժպիտը դեմքերին, կարծում եմ, որ վաղը նրանք ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են այս խաղին ու միայն ոչ այս պահի համար, այլ հետագայում էլ նույնը։